Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ խաղաղության ծրագիրը պետք է ներառի 5 փաստաթուղթ, որոնցից մի քանիսը կլինեն անվտանգության երաշխիքների վերաբերյալ, այսինքն Միացյալ Նահանգների կոնգրեսի կողմից քվեարկված եւ հաստատված։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Ռադար Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այս բանակցային գործընթացը ինքնին բազմաշերտ է եւ վկայում է մեկ բան, որ ժամանակակից միջազգային հարաբերությունների ինստիտուտները այլևս իրենց ֆունկցիաները չեն կատարում, դիսֆունկցիոնալ են եւ նորն էլ դեռ չի ձևավորվել։ Այս բանակցությունները նաեւ դրանց ձևավորման շուրջ են, որից կածանցվի ինչ որ լուծում, հիպոթետիկ լուծում, նաեւ այս պատերազմում։ Ասենք որ մենք մոտ ենք դրան, ինչպես ասում են քաղաքական գործիչները, առաջնորդները, հա, դրանք ավելի շատ քաղաքական հայտարարություններ են, բայց քաղաքագիտորեն երբ նայում ենք, դեռ շատ հեռու է ասում են։ Բայց սա կարևոր, գիտեք ինչ, միշտ բուժումը սկսվում է ախտորոշումից, հա։ Քաղաքագետի խոսքով պետք է արձանագրել, որ Պուտինը իրեն պահում է որպես Հիտլեր, բայց իր մոտ չի ստացվում այն, ինչ ստացվել է Հիտլերի մոտ մինչև 1942 թիվը։ Չստացվեց, որովհետև ճանապարհին Ուկրաինան էր, որը Չեխոսլովակիա չէր, որը Լեհաստան չէր 38 եւ 39 թվականների, այլ ջարդեց Ռուսաստանի ատամները եւ ողնաշարը։ Եվ հիմա 4 տարին շուտով կլռանա, Ռուսաստանը գործ ունի 800,000-անոց բանակ ունեցող երկրի հետ, կռվող բանակ։ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով Ռուսաստանը գործ ունի միլիոնից ավել թվակազմ ունեցող բանակի հետ, որը այս 4 տարիներին տվել է 1,200,000 կորուստ։ Ռուսաստանը հիմա ռազմավարական փակուղու մեջ է եւ այս բանակցային գործընթացը հենց դա է ամրագրում ըստ էության։ Բնականաբար այստեղ նաեւ ներքաղաքական հարթություններ կան, ներքաղաքական Ամերիկայի համար, ներքաղաքական Եվրոպայի համար եւ համապատասխանաբար Ուկրաինայի եւ Ռուսաստանի համար։ Եվ այս ամենը, այսպես ասենք, ընդհանուր հայտարարը կամ ավելի ճիշտ կլինի ասել ինտեգրալը թե ինչի է հավասար, դեռ պարզ չի։ Եվ այս բանակցությունները հենց դրա մասին են։ Քաղաքագետի խոսքով ակնհայտ է, որոշ իրադարձություններ տեղի չեն ունենալու։ Ուկրաինան ռուսների կողմից գրավված մասը չի ճանաչելու Ռուսաստանի մաս, ինչպես նաև ռուսները պահանջում են հավելյալ տարածքներ, որոնք իրենք ռազմական ճանապարհով չեն գրավել։ Դա եւս չի լինելու։ Չի լինելու դա։ Ոչ մի ձևով։ Որովհետև շատ պարզ է, որևէ պրեզիդենտ Ուկրաինայում, որը կհամաձայնի նման բանի, նա հաշված ժամերից կդադարի պրեզիդենտ լինել, հաշվի առնելով հասարակության դիրքորոշումը դրա հետ կապված։ Եվ հաշվի առնելով այն 1 միլիոնանոց բանակի գոյության փաստը, որ հենց կռվում է դրա համար, որ զիջում չլինի, եւ դա տալ առանց մարտի, դե վերջացրեք։ Չի լինելու։ Ժամանակն է այդ իլյուզիաները թոթափելու, այդ ջուրը հանելու եւ 4 մնացորդի վրա ֆիքսվելու համար։ Լիլիթ Աբրահամյան, Սարգիս Հակոբյան, Ռադար Արմենիա։